Բարի լույս, այսօր օրը շաբաթ, բարի շաբաթնորյա կիրակի շաբաթնորյա օր բոլորիս, ես գիտեք այս երկու օրա չկամ եթերում, չեմ նկարահանում, որովհետև մեր մոտ հրաշք ձմեռ է եկել ու գիտեմ, որ իմ հետևորդներ ունեն, որ այս սպիտակ ձյունը, ճերմակությունը ձյան փաթիլներին շատ կարոտած են, իմ տիկին Աստղիկնա, Անուշսա, Մարինեսա, ում էլ չեմ հիշում, հազար ներողություն, գիտեմ, որ շատ սիրում եք, ուրեմն ամսի 19-ի օրն էր, չէ, ես եթեր արեցի ու սովորականի նման այդ օրվա մեջ էլ իմ օրվա վլոգն էի նկարահանել, գիտեք 19-ին 20-ին եմ տեղադրում, 20-ը 21-ին այդպես, մի օր մեկու մեջով ու օդերևութաբաններն ասել էին, որ ջերմաստիճանը իջնելու է, ձյուն է գալու ժողովուրդ, բայց որ այս կարգի ձյուն ու սենց լարերը փրթի թափի, դա մի քիչ անմարդկային էր, եկեք ամեն դեպքում լավից խոսանք, լավից քննարկենք, այս ճերմակությունը թող տիրի բոլորիս սրտերում, այս մաքրությունը, այս ձյան սպիտակությունով Տեր Հիսուս օգնի, որ բոլորս մաքրվենք, այն մանկան արդյունքը ոնց է վճիտ, այդ ձևով մաքրվի մեր հոգիները, մեր սրտերը, մեկս մյուսից չքննադատենք, մեկս մյուսից հետևից չընկնենք, ինչ շատ գրեցիք, որ ինչի դեղին շորը տանը հագար ժողովուրդ, թույլ տվեք, որ ես որոշեմ, քանի որ ես որոշեմ էլի, եթե կարելի է, ու այսքանով սահմանափակենք, այլևս չքննարկենք, այնպես չի, որ ես դա շրջանցում եմ, ուղղակի գիտեմ, էլի տեղ կա, որ դժվար է հասնում, բայց հերը շատ են և անքննարկելի, հիմա այս սպիտակ ձյան հետ հագել եմ իմ այս սիրուն բլյուզը, ու ասեմ, որ 2 օր ու կես մենք լույս չունենք, ձյունն ինքը լավ բան է, ձյունն ինքը իմ համար մի ուրիշ հաճույք է, ես սիրում եմ ձյունը, ես սիրում եմ տարվա բոլոր եղանակները, քանզի Աստված հենց այնպես չի ստեղծել գարուն, ամառ, աշուն, ձմեռ ու հենց այնպես չեն մարտին անվանել գժուկ, գիժ-մարտ, հենց այնպես չեն մինչև ապրիլի կեսը պառավի ուլերի օր հայտարարել, մեր մեծերը շատ խելացի են եղել, շատ բան իմաց ու եկեք կրկին անգամ համոզվենք նորից, ուրեմն ինչու որոշեցի սենց արտահերտ մի քանի րոպեանոց վլոգ նկարահանեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում, շատ երևի մի 140 անց SMS ունեմ ստացած, Անահիտ ուրես, հետևորդներ ունեի, որ նույնիսկ Սուրենյանի այդ ասածն էին վիդեո շորտսի տեսքով ուղարկել իմ վրա, հետևորդներ ունեմ, բարեկամներ ունեմ, որ շատ անհանգիստ էին, լոռիում այդքան ձյուն է եկել, հերիք չի, մի հատ էլ առավոտ 5-3 ուժեղ երկրաշարժ ա եղել, Փառք Հիսուսին մենք չենք զգացել, բայց շատ մարդիկ զգացել են, մեր տունը դե ամուր է, ուրեմն մարտի 8-ի երկրաշարժը իսկապես 6-ից 7 բալ էր, որ մենք զգացել ենք, ժողովուրդ, իսկ ամսի 29-ը ասեցին 4-ից 5 բալ ա եղել, էպիկենտրոնը էլի լոռին, սպիտակը, թե ինչ կա այդ սպիտակի կողմերում, ես չգիտեմ, չեմ էլ կարող հասկանամ, չեմ էլ ուզում ավելորդ մեկնաբանեմ, ինձ գիտունի տեղ դնեմ, քանի որ ես չգիտեմ դրա պատասխանը, անկեղծ ասած, իմ տեսակը այդ տեսակն է, երբեք ինձ քարերից չեմ ճոճում, երբեք ինձ ամենագետի տեղ չեմ դնում, ուրեմն եթերի ժամանակ շատ հավեսով, շատ սիրուն, շատ տեղին եթեր արեցինք ու դրանից հետո սկսվեց ձյուն, առավոտը արթնացանք, ոչ լույս ունենք, հույս ունենք, որ լույս ունենալու ենք, այդ սաղ օրը անհանգիստ, այդ սաղ օրը մտովի գնացինք 90-ականները, այն որ մոմ էինք վառել, փետի պեճ որոլներ պլեճ անեինք,
իսկականից կգներ 90-ականների թիվը։ Ես չեմ ուզում փնովեմ, քննադատեմ իմ սիրուն Ստեփանավանի ոնց ասեմ, պատկան մարմիններին, թե լավ չեն աշխատում, էս չեն անում, այն չեն անում, քանի որ եկեք հասկանանք ախր այդ հիմնարկությունը մեկն է, քաղաքը, հարակից գյուղերը լրիվ վնասվել են, էլ սյուներ անգել, էլ լարեր անգել, էլ մեր մոտ ոնց որ սալյուտը վառեին, այս մեր գազի տրուբի մոտ, լույսերը հնենց էին կայծկլտում, ես սարսափում էի ու իրոք վախենալու էր, այնպես որ քննադատելը հեշտ է, բայց դրություն մտնելը մի քիչ ավելի ճիշտ է, դրա համար ես ճիշտ է, ուրիշ մարդիկ մեկ-մեկ որ ջղայնանում ես, ասում են, բա լույսի փողը մի օր ուշացնենք, կանջատեն ես կոմ, բայց սա իրոք վթար էր, ասենք մենակ մեր թաղամասինը չէր, քանի ծանոթներ ունեի, մեկը մի թաղում, մեկը մյուս թաղում, ոչ մի տեղ լույս չկար, ու էլ այդ հիմնարկությանը ոնց փնովես ասես լավ չեն աշխատում, լույսերը, լարերը չեն փոխել, հենասյուները չեն փոխել, բնության աղետի դեմ ոչ մի բան չես կարա անես, ես այդպես եմ մտածում ու գոնե հիմա էլի շնորհակալ եմ, որ գոնե այսօր լույս ունեմ, հույս ունեմ, պայծառ միտք ունեմ, տրամադրությունս այս հենց հավեսով բարձր է։ Կհիշեք, որ այս տարածքում մենք ծածկ ունեինք ու էլի այս մարտ ամիսն էր, այս թացությունը եկավ, իմ կեսրարից ձեռը շատ լավն է ու շատ որակով այն քշինություն անում, բայց բնության աղետի դեմ չես կարա պայքարես, այդ թաց ձյան հետևանքով մեր այս ծածկը փլուզվեց, այ հիշում եմ երեկոյան կողմ էր, էլի մարտ ամիսն էր, ես Նիկայի հետ զրուցում էի, մեկ մի հատ գմփոց լսեցի, ու Նիկային ասում եմ, նենց գմփոց եկավ, վախում եմ, որ դուռը բացեմ, ասում եմ, մի վախի, հլա դուռը բացի, տես ինչ եղավ, դուռը բացեցի, տեսա, որ ծածկը սենց փլուզվել, հավասարվել է գետնին, երեխեք ջան, դրա համար կրկին ու կրկին ես համոզվում եմ, որ այո, Աստծո գործերը անքննելի են, հաշված օրեր ա մնացել, որ ամուսինս հետ գնամ, շատ պլաններ ունեինք, այն որ ամեն օրվա գրաֆիկ ունեինք, անգամ Ռիմա տատիկանք մեզ հրավիրեցին Երևան, մենք ներողություն խնդրեցինք, չգնացինք, իրանց մեր պլանների մասին տեղեկացնելով, բայց տեսեք, որ Աստծո գործերը լրիվ ուրիշ են, էլ ոչ կարաս ճամփեքի խաթր գնաս Երևան, ոչ էլ կարաս քո գործն անես, որովհետև եղանակը հեչ դրան չի նպաստում, ընդհակառակը խանգարում է, բայց էլի լավ էր, մարտին եկավ, պատկերացնում եք ծառերը կոկոմածելներ, վերջ էլի, մարդիկ ինչքան վնաս կանեին, քանի որ շատ մարդիկ այսօր ապրում են հողով, իրանց դառը քրտինքով, ես այդ լավ գիտեմ, ես գյուղի հետ մանկությունից շատ կապ եմ ունեցել, դրանից երբեք չեմ ամաչում, ես իմ համ հորական կոմս, ճիշտ է հորական պապիկիս ընդհանրապես չեմ տեսել, որովհետև, վայ, եկեք, անցեք, որովհետև ինքը շատ շուտ է էլի, մինչև մեզ ամահացել, տատիս տեսել եմ, ինքն էլ է հողագործությունը շատ սիրել, այդ դուռը լավ կփակես, հովոճա, ինքն էլ է հողագործությունը շատ սիրել, էլ մորոս կողմի տատու պապիս մասին էլ չասեմ, ալավերդու հողերն ավելի են, որ 2-3 անգամ ցանքսեր անում պապս, ու հողի հետ ես գիտեմ, ու են էլ գիտեմ, որ եթե վաղտից ուժ գար ու ցրտահարեր, դառը քրտինքը մարդու ջուրը կընկներ, մի խոսքով, էլի փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը, որ այսքան շատ ձյունը գոնե մարտին եկավ, միևնույնն է, ես մեղքս ինչ թաքցնեմ, այդ ձեր ցավը տանեմ, ես ձյունը շատ եմ սիրում, հələ մի հատ եկեք վայել ենք էլի, ախր ոնց չսիրես, ոնց չսիրեմ, ոնց չգժվեմ, ստեղ են չէ ասում, հավեսով, սիրուն, լավը, ընտիր, ճերմակ, մաքուր, տրամադրություն բարձրացնող, շատ հավեսով, եղանակա, ճիշտ է հոգուս մի անկյունն էլ հետս կռիվ անում, ասում Անահիտ գոնե տենց մի ասա, ախր քու պլանները հոդս ցնդեցին այս պահին,
Ոչինչ, ուրեմն Աստված այդպես էր պլանավորել, ուրեմն մեր օրերն ավելի տաքուկ ու երջանիկ կդարձնենք, ավելի ընտանեկան կդարձնենք, ավելի մեր ընտանեկան կոլորիտը կջերմանա, կտաքանա, չգիտեմ, որովհետև մյուս ամիս այսօրը հաստատ էլ արդեն մեր պապան մեր տանը չի լինի, այսքանը Ալեքսի լեզվով ասեցի։ Ինչև է, սիրելիներս, վլոգներ ունեմ նկարած, բայց քանի որ էլ Instagram-ով, էլ Facebook-ով, էլ անգամ նոր նայում եմ YouTube-ով, շատ եք գրում Անահիտ ուրես, Անահիտ ինչա պատահել, այ թե ինչա պատահել, դրսում ձմեռ, ներսում գարուն, այս տրամադրության տակ է Անահիտը, ու սիրելիներիս ասեմ, այսքանը նկարահանումներս կտեղադրեմ, հիմա այս պահի համար սա կդնեմ, հետո մինչև վլոգներս մոնտաժ կանեմ, մի հատ 5-շաբթի օրվանը, մի հատ ուրբաթը, շաբաթն էլ դե օրը նոր ենք սկսել, կնկարահանեմ, մեր տունը օր ու կես չի տաքացել, բայց մեր ջերմությունը ընքան լավն էր, այդ ցուրտն էլ չենք զգացել, մեր ընտանիքը ընքան որ համալրվում է ու լավ ալնեմ, այդ թեթև բաներին սենց անցողիկ ես նայեմ, անցնում գնում է, այնպես որ ես էլ ձեր հարցերի պատասխանը բոլորիցդ շատ ներողություն եմ խնդրում, որ անձնականով չեմ պատասխանել, որովհետև իմ հեռախոսս այն կծած խնձորի մարկեն, մի քիչ կատական է, նույն ինքը iPhone-ը այն, որ շատերն են երազում, ես գիտեք դա նվեր եմ ստացել, սենց չեմ երազել, փառք Աստծո, շնորհակալ եմ նվիրատուից, բայց iPhone-ն ինքը ամենալավ հեռախոսն է, ունի մի հատ մեծ թերություն, մարդկոցը շուտ է նստում, ու մնացել եմ կեսօր, ընկել էի մանկությանս գիրկը, ինչ հեռախոս, ինչ տելևիզոր, մոմի լույս, սովորական տան առօրյա, այ սենց օրեր եմ անցկացրել, օր ու կես, առանց հեռախոս, առանց էս, առանց են, մի խոսքով, բոլոր են մարդկանց, ով ինձ նամակագրել ու չեմ պատասխանել, խնդրում եմ ներող, ընդհանուր սենց բոլորիդ պատճառն ասեցի, սիրում եմ ձեզ, գրկում եմ բոլորիդ, քանի որ դուք իմ բարեկամներն եք, դուք իմ հարազատներն եք, հիմա գնամ օրվա վլոգը նկարելուն, գնացի։